Արդեն 3 տարի է Հայաստանում կազմակերպվում է Չինաստանում կրթության եւ աշխատանքի ցուցահանդեսը, որին մասնակցում են 40 առաջատար կրթական հաստատություններ Չինաստանից, որոնց ներկայացուցիչները հայ ուսանողներին ներկայացնում են իրենց կրթական ծրագրերը, կրթաթոշակային գործընթացները եւ զբաղվածության հեռանկարները։ Մենք ունենք արդեն 40 համալսարան, որոնցից 3-ը top 50-ում են համաշխարհային համալսարանների ցանկում, բայց նաեւ կա 9 համալսարան, որոնք C9, այսինքն լավագույն լիգայում են չինական համալսարանների եւ մնացածը նույնպես նահանգային առաջատար համալսարաններ են, այսինքն համալսարան, որը որ չի կարող մեր երեխաներին տրամադրել լավ կրթություն, այստեղ չկա։ 2009 թվականից սկսած Հայաստանում Կոնֆուցիոս ինստիտուտի բացումից ի վեր ՀՀ կառավարության, ինչպես նաև երկու կողմերի դասախոսների եւ ուսանողների համատեղ ջանքերի շնորհիվ ավելի շատ թվով հայ երիտասարդներ ձգտում են Չինաստանում ուսուցմանը։ Չինաստանի բարձրագույն կրթական համակարգը ներառում է բազմաթիվ ուղղություններ եւ շատ ոլորտներում զբաղեցնում է առաջատար դիրքեր աշխարհում։ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյնը վստահեցնում է, որ հայ-չինական բարեկամությունը ամուր հիմքերի վրա է։ Ցուցահանդեսը լավ հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ուսանել կամ աշխատել Չինաստանում։ Չինաստանը շարունակում է խթանել արտաքին աշխարհին համապարփակ բազմաշերտ մոդելի ձևավորումը կրթական ոլորտում։ Մենք կոչ ենք անում ավելի շատ հայ երիտասարդների օգտվել ընձեռնվող հնարավորությունից, ընդլայնել իրենց աշխարհայացքը եւ բարձրացնել մասնագիտական հմտությունները։ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանակում հաջողությամբ շարունակում է գործել Կոնֆուցիոս ինստիտուտը եւ համալսարանը շահագրգռված է չինարենի ուսուցումը զարգացնելու, այս ոլորտում հաջողություններ գրանցելու հարցում։ Նախորդ ցուցահանդեսները մեծապես ազդել են հայաստանյան հանրության շրջանում չինական կրթական համակարգի նկատմամբ հետաքրքրության աճի վրա։ Այսօր մենք Եվս մեկ անգամ հնարավորություն ունենք ծանոթանալու չինական համալսարանների ներկայացրած ծրագրերին եւ ստեղծելու նոր կապեր երկու երկրների միջև կրթական ոլորտում փոխանակումներն ավելի աշխուժացնելու նպատակով։ Կազմակերպիչների խոսքով այս տարի ցուցահանդեսը կազմակերպվել էր ելնելով նախորդ տարիների արդյունավետությունից։